Կա մի գաղափար, որ մարդիկ ունենալով սեփական բիզնես, իրենց սեփական ժամանակի տերն են։ Այստեղ շատ կարևոր տարբերակում կա՝ սեփական բիզնես ունենում ես, բայց սեփական ժամանակ չես ունենում, որովհետև աշխատանքը եթե նախկինում կարող էր լինել հստակ գրաֆիկով, օրինակ համար 9-ից 6-ը, այս դեպքում դառնում է 24-ը 7 եւ քո հեռախոսահամարը մշտապես պետք է հասանելի լինի, մեյլերը մշտապես պետք է հասանելի լինեն եւ չլինի ինչ-որ մի բան, որ որպես սեփականատեր կարողանաս քեզ թույլ տալ հեռախոսը անջատելու, միգուցե ինչ-որ տարիներ անց դա հնարավոր լինի կազմակերպել, օրինակ 10, 20 եւ 30 տարվա բիզնես սեփականատերերը կարողանում են իրենց դա թույլ տալ, բայց սկսնակ բիզնեսմենի համար չկա որևէ սահմանափակում, նա միշտ աշխատանքի է մտքով, ֆիզիկապես, հոգով եւ վստահ եղենք, որ նրա շրջապատում գտնվող մարդիկ էլ ակամայից դառնում են նրա մշտական կամ աշխատակիցները կամ հոգեբանները կամ այլ կերպ ասած խորհրդատուները, որովհետև բիզնես սկսելուց առաջ նաև հաշվի առեք, թե ձեր կողքին ովքեր են։ Ես վստահ կարող եմ ասել, որ առաջին հերթին ընտանիքի աջակցությունը ամենակարևորն է եւ առանց ընտանեկան աջակցության շատ դժվար է զրոյից սկսել բիզնես, այն էլ երիտասարդ տարիքում բավականին ռիսկային է։